են։ Բարի լույս, բարի երեկո բոլորին, այսօր լինելու է սենց տետատետ, բավականին շատ հետաքրքիր էքսպերիմենտ։ Կան 3 մարդիկ այս հեռախոսի մեջ, որոնք շատ ճանաչված մարդիկ են, ես պետք է ձեզ ներկայացնեմ էքսպերիմենտով, թե ովքեր են այդ մարդիկ։ Սովորական տարոք քարտերով ձեր մոտ խառնում եմ, էներգիաները վերցնում և նկարագրում եմ, ով ինչից է մահացել, և մենք հետո նայում ենք, թե ովքեր են այդ մարդիկ։ Հեռախոսը իմ դեմն է, վերջում ես ձեզ նկարները ցույց կտամ։ Մեկը բավականին մի րոպե։ Մի քիչ ուշոտ կզանգեմ, հիմա չէ, զբաղված եմ։ Ահա։ 100% այստեղ ակտիվ մարդ կա, ով կապ ունի, դա առաջի մարդու մասին է, խոսքը ամբողջ կյանքը պայքարել է, բավական ակտիվ անձնավորություն է, միշտ պահպանել է իր սահմանները, եթե պետք է եղել, ճիշտ ռազմավարություն է վարել, քարտն է դուրս գալիս, եւ այս մարդը կարող է տարիքով անձնավորություն լինել։ Տեսնենք ով է երկրորդ մարդը։ Երկրորդ մարդը ով է, ճանաչված և ինչպիսի տաղանդ ունի այս հեռախոսիս մեջ։ Ասպարեզի մասշտաբի և ամբողջ աշխարհում եղել է, բայց ցավոք սրտի նրա կյանքը ավարտվել է, շատ գեղեցիկ կարողացել է իրեն ցույց տալ, մատուցել, այս երկրից այն երկիր, այն երկրից այն երկիր, ստեղ ավելի շուտ ազիատսկի բան եմ տեսնում, ազիատսկի, ասիական ինչ-որ բան կա այստեղ, տեսնենք երրորդ անձը ով է, ինչպիսի տաղանդ է ունեցել, երրորդ անձը կապ է ունեցել էքստրասենսորիկայի հետ, Վերխովնայա ժրիցան է, միգուցե տվածուրիկ, ինչը խաղ բեմի վրա, այստեղ էլ եմ բեմ տեսնում, այստեղ էլ եմ բեմ տեսնում, բարև ձեզ, իսկ այստեղ լրիվ ուրիշ էներգիաներ են, ամբողջ կյանքը պայքարել է, այստեղ հնարավոր է ունեցել է շատ թշնամիներ և կապ ունեն ինչ-որ բանի հետ, եկեք հարցնենք, ողջ են այս մարդիկ, թե ոչ, արդյոք ողջ է այս ակտիվ անձնավորությունը, ոչ, ժերտվա, այս մարդը մահացած է, տաղանդը չհասկացանք, ինչ տաղանդ ունի, օհո, տրանսֆորմացնում է մարդկանց կյանքը և մահացած է, ես կարծում եմ սա Վլադիմիր Ժիրինովսկին է, նայենք հաջորդը, տաղանդը այս անձի, ասպարեզ դա, ողջ է, ստեղ գալուցինացիաների թունավորման մասին է խոսում, կարծում եմ ոչ, նու ստեղ կազմակերպված բանի հետ է կապված և կապ ունի երաժշտության հետ, ինչ-որ աղջկա նման անձնավորություն է, նման աղջկա մազերը, տեսնում եք այստեղ կառ է կարող է լինի, իսկ ինչպիսի արտաքին ունի, եկեք հարցնենք, բեմի մարդիկ են, այո, ես չեմ սխալվել, ինքներդ եք տեսնում, բայց այստեղ ինչ-որ բան ես տեսնում եմ կապ ունի անձի, մահացած անձը,
Ստեղ կապ ունի ինչ որ մեկի հետ միգուցե ում ինքը կորցրել է, իր հետևից տարել է։ Դա կարա լինի իրանից մի քիչ տարիքով մեծ անձնավորություն։ Էքստրասենսոր հատկություն ունեցող անձը բավականին շատ հետաքրքիր է իր էությամբ, շատ մարդկանց համար հանելուկ է եղել ինքը եւ փոքրուց տվածուրիկ ունեցել է մեծ տաղանդ, լուսինը մեծ կապ է ունեցել նրա կյանքում, տարբեր տրամադրություններ է ունեցել, կարծում եմ սա ջրի հետ կապ ունի, ջրի տարերքի հետ կապ ունի եւ ինչ որ ինքը հանելուկի հետ կապ ունի, միգուցե ունեցել է աստրոլոգներ, ունեցել է տարոլոգներ, հա, մասնագետներ, եկեք հարցնենք ինչպեսի տաղանդ է ունեցել այս մարդը, երրորդ ժրիցան, գաղտնիք, միշտ դիստանցիա է պահեմ մարդկանցից, ունեցել է մեկը ում հետ միշտ ինքը հանդիպել է, ճանաչված մարդկանց մասին է խոսքը, ռեսուրսներով անձնավորություն է, կենդանասեր, երեխայասեր, եկեք հարցնենք ողջ է այս անձը։ Իսկ ողջ է երրորդ անձը։ Ոչ, ստեղ կապ ունի ուժային կառույցների կամ զենքի հետ։ Կստացի առյուծի նման է ինքը, բայց չեմ կարծում, որ ինքը կապ ունի տեսեք, առյուծը տեսնում եք, նման է դեմքով ինքը սենց ինչ-որ մազեր, կարող է սենց բան ունենա, մորուքի տիպի, ոչ, անձին սպանել են։ Երեք անձ, որոնք մահացած են, եկեք իրար հետ հատիկ-հատիկ նայենք, ովքեր են։ Ես կարծում եմ երկրորդ անձը դա Մուրադ կարող է լինել անունը մտառով, երրորդ անձը դա Իտառով, որը ունեցել է էքստրասենսոր հատկություններ եւ նրան սպանել են։ Երրորդը կարող է լինել Իգոր Տալկով։ Եկեք միասին նայենք, ինչքանով եմ ես ճիշտ։ Կստացի առաջինը, որ մահացել է, դա ասեցի Ժիրինովսկի, չէ, հենց քարտերը ինքն էլ է ժերտվա եղել, զոհա գնացել, սովորական մահով չի մահացել, սաղ կյանքը գորալ, նու մատիրիցը լյուբիլ и так далее, բայց մահացել են։ Եկեք միասին դիտենք հիմա։ Երկրորդ անձին մենակ մի բանն եմ սխալվել, իսկ երրորդ անձին կոնկրետ մխել եմ։ Առաջինը Վլադիմիր Ժիրինովսկի, այո, երկրորդը մազերը կարեի տիպի, թունավորում, գալուցինացիա, այդպես էլ եղել է և ինքը իրան գցել է։ Եվ ընկերը, այո, մեծ կապ է ունեցել, ով իրեն կանչել է իր հետևից, մահացած։ Երրորդ անձը, ուշադիր, սպանել են, զենքի հետ կապ ունի, ունեցել է, այո, էքստրասենսոր հատկություններ, որը 4-րդ թե 5-րդ դասարանում այնպիսի բան է կանխատեսել և դրանից հետո նրա ուժը գնացել է։ Եկեք այստեղ մի հետաքրքիր բան նայենք, առյուծին տեսնում եք նման է, ինչպես նկարագրեցի։ Դիստանցիա է պահել ուրիշների հետ, շփումը ինչ-որ կնոջ հետ է եղել, դա ուրեմն եղել է ջունան, ես ճիշտ եմ, ռեսուրսներով ընտանիք է ունեցել, բաժանված չի եղել այդ ժամանակ, երեխա, տղա և սպանության հետ կապ ունի, սպանել են։ Ինչ կասեք սիրելի հետևորդներ,
Ճիշտ էքսպերիմենտները սա է։ Լավ որ եմ մաղթում բոլորիդ։ Կարծում եմ բավականին հետաքրքրեց։ Այսպիսի էքսպերիմենտներ ես շատ կանեմ։ Սա ընտրել էր այս նկարները իմ փեսան, ինձ ասել էր չնայես։ Ես չեմ նայել։ Եվ ես դրեցի, նայեցի, քարտերը ձեր դեմ հանեցի։ Եղել է ագրեսիվ պաշտպանել իր սահմանները, սկզբից չհասկացանք ով էր։ Իսկ ես ինչպես իմացա Վլադիմիր Ժիրինովսկին, որովհետև ես ինքը ստեղծել եմ մեծ արկանների տառերը, տառերից հասկացա։ Լավ եղեք, այսօր այսքան։